Բարև սիրելի բնակիչներ, այսօր միասին կսովորենք, թե ինչպես ճիշտ տեսակավորել օրգանական թափոնները և ինչու է դա կարևոր։ Օրգանական են այն թափոնները, որոնք բնական ճանապարհով կարող են քայքայվել և վերածվել արժեքավոր ռեսուրսի, օրինակ կոմպոստի, հողի համար օգտակար նյութի։ Օրգանական թափոնների տեսակավորման ամանում կարելի է նետել միրգ և բանջարեղեն, ձվի կեղև, հաց և հացահատիկ, սուրճի մրուր և թեյի մնացորդ, բույսեր, սննդային մնացորդներ, կաթնամթերք, թուղթ և ստվարաթուղթ։ Այս նյութերը ժամանակի ընթացքում կարող են դառնալ կոմպոստ, որը կարող է օգտագործվել այգիներում և կանաչ գոտիներում հողը սնուցելու և նոր բույսեր աճեցնելու համար։ Չի կարելի նետել մետաղ, պլաստիկ, ապակի, ծխախոտ, պիտակներ, կենդանու կղանք, մսամթերք և ոսկորներ, յուղ, ձեթ և մոխիր։ Եթե նման նյութեր հայտնվեն օրգանական թափոնների մեջ, ամբողջ պարունակությունը կաղտոտվի և չի կարողանա վերածվել կոմպոստի։ Սխալ տեսակավորումը խոչընդոտում է ամբողջ գործընթացը և նվազեցնում ծրագրի արդյունավետությունը։ Տեսակավորման օրգանական թափոնները Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի կողմից տեղափոխվելու են ջերմոցատնկարանային տնտեսության տարածք, որտեղ դրանք վերածվելու են կոմպոստի ու օգտագործվելու են այգիները և կանաչ տարածքները պարարտացնելու համար։ Ճիշտ տեսակավորելով մենք բոլորս նպաստում ենք մաքուր միջավայրի ձևավորմանը, նվազեցնում ենք աղբի ծավալը և խնայողաբար օգտագործում ռեսուրսները։ Յուրաքանչյուր բնակչի մասնակցությունը կարևոր է միասին ստեղծելու համար մաքուր, կանաչ և կայուն համայնք։ Ծրագրին միանալու համար սկանավորիր այս QR կոդը և գրանցվիր։